Պարոն Մելքոնյան, երեկ Հայաստանը եւ Եվրամիությունը ռազմավարական գործընկերության փաստաթուղթ են ստորագրել եւ Եվրամիությունը գումար է հատկացնելու Հայաստանի, որպեսզի ըստ Եվրամիության պաշտոնյայի ռուսական եւ պրոքսի ուժերի քարոզչությունը այստեղ չեզոքացվի, ըստ նրանց դա Հայաստանի հետ կապված խնդիրներ է լինելու, ապատեղեկատվության դեմ պայքար են տանելու այդ գումարով ըստ նրանց։ Չի ստացվում, որ նրանք նախընտրական շրջանում Եվրամիությունը արևմուտքը ուղիղ միջամտում է Հայաստանի գործերին։ Այստեղի քարոզչությունը, ապատեղեկատվությունը ինչու է արևմուտքին այդքան անհանգստացնում։ Իսկ ռուսներին չի անհանգստացնում Ռուսաստանին ներողություն։ Չէ՞ որ Ռուսաստանը ամբողջ ուժով աշխատում է այստեղ։ Այսինքն էսի եկավ նրանից, որ Մոլդովայում ոնց որ կազմակերպել էր, իրենք նորից միջոցներ ձեռք առան, որպեսզի Մոլդովայում այդ քաոսը չտիրի։ Հիմա նույնը մեր մոտ է սկսվել, արդեն մեր մոտ շուտվանից է սկսել քարոզ արշավը Ռուսաստանի կողմից։ Հիմա բոլորն էլ տեսել են, նույնիսկ միջազգային կառույցներն են տեսել, արդեն Եվրոպան քայլեր անում, որպեսզի չեզոքացնի այդ միջամտությունները։ Երեք օրինակ փորձագետներն ասում են, որ դա ենթադրում է, որ օրինակ որոշ քաղաքական ուժերի չգրանցել, կուսակցությունների չգրանցել, որ չմասնակցեն ընտրություններին, անունը կդնեն պրոռուսական ուժեր եւ չեն գնացի, մասնավորապես օրինակ մեր ձեով շարժմանը։ Ճիշտ է։ Ձեր ձևով շարժումը չէ, որ միայն Ռուսաստանի կողմից է։ Մեր ձևով ընդհանուր է։ Դա էլ է ձեր ձևով, որ կա ու ամբողջ լրատվականները, կարելի ասել լրատվականների 85%-ը աշխատում է ձեր ձևով։ Այդ շարժման հետ կապված էլի։ Հիմա Եվրամիությունն էլ ամբողջովին աշխատում է ձեր համար, ձեր ձևով։ Իրանք ուրեմն ուզում են, որ այս դեմոկրատիան, որ կա մեր մոտ, չտապալվի ուղղակի Ռուսաստանի կողմից։ Չէ՞ որ մեր մոտ ժողովրդավարություն է, իսկ ժողովրդավարությունը կարելի է շատ հանգիստ խեղդել։ Ժողովրդավարությունը ոնց է լինում, պարոն Մելքոնյան, այսինքն որ ամբողջովին Եվրամիությանը եւ արևմուտքին հարող ուժեր են լինում, դա ժողովրդավարություն է։ Ժողովրդավարությունը նաեւ ենթադրում է, որ այլ ընտրանքները հաշվի առնեն, իրավունք տան այլ կարծիք ունեցող մարդկանց, այլ ուժերին այդ քաղաքական պայքարում լիարժեք իրենց դրսևորել, բայց փաստորեն այդպես չի ստացվում։ Չէ, վերջերս նայեցես մի քանի դիմընտրություններ են եղել, որտեղ որ բոլորը տեսան, որ իրոք ժողովրդական կարգով է եղել ամեն ինչը, ոչ ոք չի միջամտել ընտրություններին եւ ասենք օրինակ Գյումրիում ընդդիմությունը հաղթանակ կատարել, իսկ Էջմիածնում դրանից հետո գնացիք հետընտրական զարգացումներով կալանավորեցիք Էջմիածնում պարտություն է կրել ընդդիմությունը։ Որևէ մեկը խառնվել է դրան, որևէ մեկը ինչ որ ձևով այդ ընտրությունների ժամանակ խառնվել է, ընտրությունների խանգարել է, չի խանգարել։ Մարդիկ գնացել են իրենց ընտրությունը կատարել են։ Հիմա սա ժողովրդավարությունը, Եվրոպան ողջունում է ժողովրդավարությունը, ու ինքը ուզում է, որ ժողովրդավարությունը չտապալվի։ Իսկ ասենք Ռուսաստանը, ես ասում եմ մեկ Գյումրիի քայլը, մեկը ասենք Էջմիածնի քայլը։ Գյումրիում Ռուսաստանի միջամտությամբ, եկեղեցականների միջամտությամբ, որոնք նորից ռուսական նարատիվներն են տարածում, հաղթանակ տարավ։ Ինչպես դա դրսևորվում, ինչպես է Ռուսաստանն այնտեղ բոլորը, չէ՞ որ կոմունիստական կուսակցությունը, Զյուգանովի կուսակցությունը Գյումրիում հաղթանակ տարավ։ Բոլորի մասնակցությամբ, այսինքն նախկին նախագահների եւ Ռուսաստանի միջոցով համագործակցությամբ հաղթանակ տարան Գյումրիում։ Ոնց է ստացվում, որ ռուսաների ձեր ասած ձևակերպեմ, ռուսների միջոցով հաղթանակը ժողովրդավարություն չի, բայց արևմուտքի միջոցով հաղթանակը ժողովրդավարություն է։ Էս ինչ չափորոշիչներ են։ Մի րոպե, ժողովրդավարությունն եղավ, ժողովրդավարությունը Գյումրիում
նույնպես հաղթանակ տարավ ժողովրդավարությունը, բայց այն ուժերը, ովքեր որ ժողովրդական չէին, իրենք համախմբվեցին իրար շուրջ եւ բոլորը միասին հաղթանակ տարան կոմունիստական կուսակցության գլխավորությամբ։ Դրա համար Էջմիածնում նորից իրենք նույն սցենարը աշխատեցին, նույն սցենարը աշխատեց Էջմիածնում, բայց ժողովուրդը արդեն քանի որ Գյումրիի ընտրությունները տեսել էր, ժողովուրդը միանշանակ ձայն տվեց ԿՊ-ին։ Հիմա մտածում եք խորհրդարանական ընտրությունների ժամանակ Եվրամիությունը ձեզ կաջակցի եւ ձեր ուժը կընտրվի, որովհետեւ ըստ ձեզ ձեր ուժը ամենաժողովրդավարն է։ Այո, ես ոչ թե մտածում եմ, այլ ես համոզված եմ, որ ժողովրդավարությունը նորից կհաղթանակի։ Չնայած արդեն մի քանի տարի է, որ Ռուսաստան ամեն ինչ անում է, ամեն ձևի շարժումներ է սկսում այստեղ, նույնիսկ եկեղեցականները արդեն քաղաքական պայքարի են դուրս գալիս, ամեն ինչ արվում է, դաշնակներն են դուրս գալիս առանցին, այսինքն տարբեր ձևի, եկեղեցականներին դուք կալանավորում եք, խոսքի համար եք կալանավորում, ով ասում է ընդամենը մեր ձևով ենք մասնակցելու եկեղեցու եւ պետության հարցերին կալանավորում եք, բոլորին կալանավորում եք, հետո անունը դնում եք ժողովրդավարություն։ Ուրեմն կալանավորում, որ ասում եք, օրինակ դուք նկատի ունեք եկեղեցականերին, դու նկատի ունեք Վարդանիկին, եթե եկեղեցականները կոչ են անում հեղափոխության, խռովության, իրանք ծրագրում են զինված պայքար, եթե Վարդանիկը կաշառքա վերցնում։ Զինված պայքար որտեղ տեսակ Միքայել Սրբազանի խոսքում։ Ուրեմն Գյումրի թեմի առաջնորդը կոչ էր անում պայքարի, զինված պայքարի։ Ամիսներ առաջ, եթե այդ կոչին որևէ բան չի հետևել, դուք ինչպես եք ենթադրել, որ դա զինված պայքարի կոչ է, այն դեպքում, որ դատախազությունն անգամ այդ սկզբնական շրջանում չէր գտել հանցակարգ։ Այսինքն կոչը անում է, սպասենք հետևանքներին, որ մի 10 մարդ կսպանվի, նոր ասենք, բա, տեսար կոչը, տես իրականություն դարձավ այդ կոչը։ Կոչը արել է, դրա համար ինքը կալանավորված է, որ կոչը իրականություն չդառնա։ Էս է խնդիրը։ Բա մեր ձևովի տակ դուք օրինակ ինչ եք տեսել, որ մարդուն այսքան մի քանի ամիս արդեն 5 ամիս է կալանավորել եք։ Ուրեմն մեր ձևովի հետ կապնված, մեր ձևովը ուրիշ երկրի քաղաքացի է։ Եթե ուրիշ երկրի քաղաքացի ես, բարի եղի քո երկրում արա այդ կոչերը, այդտեղ ձեր ձևով ինչ ուզում եք արեք։ Մեր երկրում ձեր ձևը չի անցնելու։ Մենք ունենք մեր ձև, ժողովրդավարություն։ Եկել եք, լավ եք արեք, կուսակցություն ստեղծել եք, դուք նախ իրավունք չունեք առաջի տեմպ դառնալու, եթե Սամվել Կարապետյանին է։ Ձեր բարեկամներն են դառնալու, թող սիրուն ձևով կուսակցություն կազմեն, մտնեն պայքարի մեջ, ընտրապայքարի մեջ, ով է իրենց արգելում, որ իրանք այդ ընտրապայքարի մեջ մտնեն եւ ոնց որ մեր երկրի օրենքներն ու սահմանադրությունն է պահանջում, այդ ձևով խնդրեմ, մասնակցեք, հաղթեք, ով է ձեզ արգել է, իսկ ձեր ձևը չի անցնում մեր մոտ։ Ինչու չի անցնում, այդ ինչ ձևը չի անցնում։ Այդ ձևը չի անցնում։ Դա որ ձևն է։ Այդ ձևը։ Այդ ձեր ձևը չի անցնում մեր երկրում։ Հասկացաք, փակագծերը բացենք, ինչ է Ես ասում եմ, ձեր ձևը, այդ ձևը, որ դու մտածել եք, չի անցնում։ Այն ինչը ասեն Սամվել Կարապետյանն է ասել, դա նկատի ունեք։ Ով որ ասել է։ Այդ ձևը չի անցնելու։ Մենք մի ձև ունենք։ Ընտրություններ։ Ընտրություններով եկեք խնդրեմ։ Հաղթեք դառեք երկրի վարչապետ։ Իսկ մնացած ձևերը մեր մոտ չի ընդունվում։ Իշխանությունը, քանի որ անդրադարձանք ընտրություններին, իշխանությունը ակտիվ սկսել է արդեն նախընտրական շրջանը, Նիկոլ Փաշինյանը ցուցակներ է կազմում, դուք եւս անդամակցել եք պարոն Մելքոնյան։ Ինչու որոշեցիք
անդամակցել։ Լավ արեցի, եթե ես թիմում ես գործունեություն եմ ծավալում 7 տարի ծավալում էիք։ Այո, 7 տարի ծավալել եմ, 7 տարի։ Հիմա էլ նորից եմ շարունակելու ծավալել։ Այդտեղ 1.5 միլիոնի եւ 5 միլիոնի խնդիր կար։ Գուցե դրա համար եք զուտ Ոչ, պայքար ծավալելու համար հիմնականում, որ մեր պետությունը, պետականությունը չխախտվի, չխափանվի ինչ-որ մի բան։ Ես ոչ թե այդ օրվանից եմ սկսել, ես 1978 թվականից եմ պայքարում, որ մեր պետությունը, պետականությունը պետք է լինի անկախ։ Ու միշտ անկուսակցական եք եղել, ճիշտ է։ Այո։ Բայց Այն ժամանակ անկուսակցական է պայքարը, մեր կուսակցական եմ պայքարելու։ Ի՞նչն էր խանգարում, որ անկուսակցական պայքար էիք, պարոն Մելքոնյան, Փաշինյանը ձեզ ստիպել։ Ոչ։ Ես իմ կամքով։ Ինքնական։ Առաջադրվել եք, որպեսզի նորից падգամավոր եք ուզում դառնալ, թե պարզապես առաջադրվել եք։ Այո։ Ուզում եմ նորից падգամավոր դառնալ։ Տեսեք, ձեր թիմակիցներից այս պահին խորհրդարանում կան ոմանք, որոնք չեն առաջադրվել եւ բոլորը կարծեք թե բիզնես ոլորտ են տեղափոխում, ասում են գնում ենք մասնավոր ոլորտ, բիզնես ենք դնում։ Չէ՞ք ուզում բիզնես դնեիք առանց կուսակցության անդամակցելու։ Ոչ։ Ունեք արդեն երևի բիզնես։ Ոչ։ Ես դա իմ ցանկությունն է, ես ինչ կանեմ, իսկ ով որ ցանկություն ունի բիզնես դնելու, դու տնի ինչ վատա ոչ։ Ամեն մարդ պատասխան է տալիս ինքը իր արազների համար, իր համար։ Քաղաքականության մեջ եք ուզում մնաք դեռևս։ Այո։ Տեղյակ եք, պարոն Մելքոնյան, իշխանությունը մշակել է կուսակցականների համար, այսպես ասած, էթիկայի կանոնագիր, տեղյակ եք դրանից։ Լսել եմ։ Լսել եք։ Ըստ այդ կանոնագրքի չպետք է այլևս վիրավորել, չպետք է հայոյել։ Հնարավոր է Փաշինյանն իր թիմով չկարողանա այսուհետ քաղաքական մրցակիցներին չհայոյել եւ չվիրավորել։ Բայց երբ են հայոյել։ Երբ որ հայոյում են, այն ժամանակ այդ հայոյողին են հայոյում։ Կարող է պատահի որևէ մեկը գիտես, որ այսպես կանգնած բոլորին հայոյում է։ Դուք 10 անգամ հայոյում եք, նոր մի անգամ պատասխան եք ստանում։ Խոսքը ընդդիմության մասին է, էլի։ Ընդդիմությունը 10 անգամ ավելի շատ հայոյում է, նոր մի անգամ կարող է պատահի պատասխան ստանա։ Այդ որ ասված է, դա ոչ թե միայն մեր համար ասված, բոլորի համար։ Բայց հայոյանքը վատ բան է, չի կարելի։ Եթե մի բան մտածի, որ հայոյում ես, ուրեմն պատասխանին էլ սպասի։ Դրա համար պետք է ոչ ես կողմը հայոյի, ոչ այն կողմը հայոյի, հայոյանքը լավ բան չի։ Դուք անգամ հոգևորականներին եք Facebook-ով գրառմամբ Նիկոլ Փաշինյանը հայոյել, վիրավորել, հայոյանք չգիտեմ էլ ինչ ասեմ։ Հիմա այսքանից հետո նոր եք հասկացել, որ պիտի էթիկայի բան կանոնագիր ունենա։ Բայց դու ոնց եք վարված Փաշինյանից, ամեն ինչ տանում եք դեպի Փաշինյանը։ Մենակ Փաշինյանն է, հա, ուրիշ մարդիկ չեն խոսացել, ուրիշ մարդիկ չեն պատասխանել։ Բոլորն էլ խոսում, բոլորն էլ պատասխանում են։ Նույնիսկ այն ճանապարհով անցնող մարդուն էլ եթե հարց ես տալիս, ինքը ձեր հարցերին պատասխանում է հայոյանքով։ Հայոյել ճանապարհով անցնող քաղաքացին ուրիշ բան է, երկրի վարչապետ ուրիշ բան։ Հա, երկրի վարչապետը երբ լսի մի հատ բան ասեմ, այդ ձեր լրատվամիջոցներով բանով, որ այդքան վարչապետին ասում եք ամեն ինչ, առանց ամաչելու լրատվամիջոցները ինչ գրեհի կարտահայտություն ասես անում են։ Բայց դրանք պետք է պատասխան չստանա։ Պատասխան չստանա։ 85% ձեր լրատվամիջոցների նույն գծով է գնում։ Նույն գործին է լծված։ Այսինքն Ռուսաստանի սայլին է լծված լրիվ, էլի դու չգիտեմ, չեմ ուսումնասիրել, բայց 85% Ռուսաստանի սայլին լծված քաշ։ Հայ ժողովրդի սայլին ենք լծված, պետականության շահին ենք լծված։ Պետ այ ես ուրախ կլինեի, որ պետականության շահերին լծված եք։ Ձեր առավոտի ծիրիկուն, ձեր բանը հարցերի մեջ
Փաշինյանն ինչ արեց, Փաշինյանն ինչ ասեց, Պետությունը Փաշինյանը ինչքան էլ որ ինքը ասի կառավարությունն եմ ես, իրան պետության հետ էլ նույն ասնում, Պապ Թակավորն էլ է ինքը, Հիսուս Քրիստոսն էլ է ինքը, բայց հոդա այդպես չի։ Այդպես բան չի, այդպես բան չկա։ Դե դու մի հատ նախին իշխանություններ Սերժի Վախտով կամ Ռոբի Վախտով մի հատ էսենց բան, մի հատ հոդված գրեիք։ Գայտնվեիք Սիբիրի այն ամենախոր անտառներում, տայգայում գայտնվեիք, ցեզնից ոչ մի բան էլ չէր մնա։ Պարոն Մելքոնյան, ես հիշում եմ Տեր Պետրոսյանի տարիներին դուք որպես այլախոհ զինվորական կանգնեցիք Տեր Պետրոսյանի կողքը եւ ձեզ տայգայում չեն գտնում ոնց որ թե հիմա այստեղ նստած եք։ Տեր Պետրոսյանի կողքին ես կանգնել եմ, իմ ժողովրդի կողքին եմ կանգնած եղել։ Երբ որ Տեր Պետրոսյանը պայքարում էր այդ անարդարությունների, այդ ամեն ինչի դեմ պայքարում էր Տեր Պետրոսյանը։ Ես էլ այո զինվորական եմ եւ կանգնել եմ Տեր Պետրոսյանի կողքին, իմ ժողովրդի կողքին եմ կանգնել։ Ու դրանից հետո տայգաներում չեմ հայտնվել, ուրիշ տեղերում եմ հայտնվել։ Ձեր հանդեպ բռնություն եղել է ուրիշ տեղերում եք, այսինքն ձեզ ինչ որ ձև ճնշել են այդ շրջանում։ Թողել եմ երկրից գնացել եմ, որ մնայի կճնշեին։ Արտագաղթել եք։ Արտագաղթը խոսքը չէ, բայց թողը գնացել եմ ինքնական եմ հեռացել։ Պարոն Մելքոնյան, Տեր Պետրոսյանի մասին եք խոսում, կանգնել եք իր կողքին, բայց այսօրվա իշխանությունը ինչու է այդպես անողոքաբար Տեր Պետրոսյանին ամեն ինչ ասում, նույնիսկ համարում է կեղծված ընտրությունների հիմնադիր։ Ուղղակի ես մի ասեմ, որ իրենք խանդում են ուղղակի։ Խանդի օղի վրա են անում։ Տեր Պետրոսյանն եւ իր թիմը։ Թիմը խանդի օղի վրա է անում, որտեվ այդ երկար պայքարից իրենց մոտ չստացվեց, բայց Նիկոլ Փաշինյանի մոտ ստացվեց։ Երբ որ Նիկոլ Փաշինյանն էր այդ թիմում, եթե մնար, էլի չէր ստացվի։ Երբ որ առանձնացավ, արդեն ստացվեց այդ բանը, հեղափոխությունը ստացվեց։ Եթե խանդի, այսինքն խանդի բան կա էլի, որ ասենք ոնց իրանց մոտ չստացվեց հեղափոխությունը, բայց Նիկոլ Փաշինյանի մոտ ստացվեց։ Ես դա վերագրում եմ զուտ խանդի։